Ժողովուրդ, այդ տեսանյութը, որ պատրաստել էի, դա պետքա լիներ վերջը։ Ես պատրաստել էի այդ մի տեսանյութը եւ դրանով ավարտելու էի խոսակցությունս։ Բայց որոշեցի դա սարքել որպես առաջին մաս տեղադրելուց հետո եւ որոշեցի ավելացնեմ երկրորդ մաս։ Ինչի համար։ Հիմա բացատրեմ։ Որովհետեւ քանի որ ես գիտեմ, որ այս չուման, որը որ մարդկանց ուղեղների մեջ է, այս պրոգրաման, որը մցրած է մարդկանց ուղեղների մեջ, որ դա երբ որ մտնում է ուղեղիդ մեջ, հետո մարդ ինչ ուզում է ասի, ինչ ռացիոնալ բան, ինչ խելացի բան, ինչ մի բան, որ իսկականից անգլերեն ասում են it makes sense, բայց ինչ ուզում ես ասա, մարդը չի ուզում հավատա։ Որոշեցի, որ մի քանի ապացույցներ ավելացնեմ ասածիս, որպիսի այն մարդիկ, որոնք որ ես գիտեմ, հիմա մտքի գիգանտները մեր փիլիսոփաները գալու են, որտեվ առաջներում եղել է, գիտեմ, արդեն մի քիչ էքսպերիանս ունեմ, էլի, գալիս են ու տակը սկսում են, արա ախպերես ինչ ես խոսում, արա 100% ռուսն ա եղել, ախպերես ինչ ես ասում, արա Պուտինը հենա Լարսը փագել է, տղեքը ընդ մեխակներով կայնած են, արա ախպերես 6 օրա ոչ կարում են անցնեն, սաղ ապրանքը փչացավ, ապե հորող պորս տղեն այդ ժամանակ Մոսկվա ա եղել, Իրան ապե հենց ընդ Facebook-ի տղեկից են ասե, ապե որ գնում ենք Վազգենին, այսենց հիմար, արա չեք պատկերացնում էլ ինչեր են մեկ-մեկ ասում։ Որոշեցի, որ մի քանի բան ավելացնեմ, որպես վերջաբան ավելացում առաջի մասին, որպիսի գոնե մի քանի տարբեր կարևոր ապացույցներ որպես լինեն, որպիսի մարդը, որ լսում է, ասի, հա, երևի ես մեկը մի քիչ կարող է, էլի, մի քիչ ասացի մեջ ուժ կա։ Ուրեմն նայեք, սովետական միության փլուզումը կազմակերպված էր հենց այդ նույն ծառայությունների կողմից, որոնք մանեն եկե մի հատ հարց, որը որ շատ հին, նեխած, այնց հարց է, որ երկու ռեսպուբլիկա, որ հանգարց իրարանցում սկսեցին իրար մեջ այդ հարցի շուրջ, որովհետև ինքը շատ ուրեմն հին հարց է, որ շատ թշնամական է, շատ խորը հարց է, մեջը գենոցիդի հարց կա։ Եվ եթե այս երկու ազգերը իրար անցան, այս սովետի ստեղծած, ուրեմն այս բարեկամական երկիրը, որտեղ սովետը հասել էր, սովետը մի բան էր կարողացել անել, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարողացել անել, ոչ մեկի մոտ չի ստացվել այդ էքսպերիմենտը։ Ամերիկայում ապրում են այսքան ազգեր, պետություններ, այսքան տարբեր տեսակի շունկատու, ոչ մեկ իրար հետ չի կարող յոլա գնա, առավոտից գիշեր իրար կտրտում են մարդիկ, որովհետև չի ստացվում դա, մարդիկ, որոնք որ չունեն նույն գաղափարախոսությունը, նույն կրոնը, նույն մինիմում ստանդարտները, նույն հավատքը, այս մարդիկ իրար հետ ապրել չեն կարող, մարդու տեսակը, ինչքան ուզում եմ մենք բիոլոգիայով իրար նման լինենք, մարդը միայն կարողանում է ապրել գաղափարապես իր հետ հավասար գոնե մոտիկ մարդու հետ, վերջացավ, վերջ։ Սովետը հասել էր մի անենց արդյունքի, նրանք անենց էին մշակել, այդտեղ ես իրանց իրոք շատ մեծ կրեդիտ եմ տալի, այս մարդիկ իրոք արել էին մի բան, որը որ անհնար էր, ուրեմն այսքան տարբեր տեսակի ազգերի, տեսակների, ինչ տեսակի մարդ, Էսկիմոն հայ հետ ինչ կապ ունի, բայց բրատսկի նարոդը, ճիշտ է, այտենց ապրել ենք մենք, այս մարդիկ կարողացել էին թուրքին հային իրար հետ պոեզի մեջ քեֆ են անում, ասենք Երևանից Կիսլավոցք, քեֆ անելով գնում են թուրքն ու հայը, այտենց բան չէր կարա լիներ, բայց սովետը արել է Լենին պապին, այս եվրեյները, որտեվ բոլշևիզմը, կոմունիզմը դա լրիվ եվրեական, ուրեմն գաղափարախոսություն եւ շարժումը, դա լրիվ ուրեմն հրեական շարժումը, նրանք կարողացել էին դա արել էին։ Դրանց համար իրանց ես տալիս եմ ուրեմն ոսկե մեդալ այդ անելու համար կարողացել էին։ Բայց սրանք եկան այս պրովոկատորները մեջը գցեցին մի հատ հարց,
որը որ հիներ հայկական գենոցիդ կար, Շուշիի ջարդեր, մանցած բերին գցին մեջտեղ, Սումգայիթը եղավ, դրա հիման վրա Սովետը սկսավ քանդվել, քանի որ Գորբաչովն էլ թույլ մարդ էր ինքը թույլ, ասենք, այդ կամքի կարող է նա հասել էր այդ աթոռին, բայց ինքը որպես մարդու տեսակ նա չուներ այդ ուժը։ Ուրեմն նա չկարողացավ կոնտրոլ անի երկու հանրապետությունների, ու սովետական միության վերջը եկավ։ Սովետական միության ժողովուրդը ինքն էլ էր ուզում սովետական միության վերջը գա, եւ այդտեղ միակ ուրեմն հաղթանակ տարողները սովետական սովորական կլասն էր, որ հոգնել էր, ասենք 2 տարի սպասի, որ պիլասոստի առնի ապառիկով, չգիտեմ, մի հատ սովորական բան չեն կարողանում, կանայք չեն կարողանում, մի հատ դուխի առնեին նորմալ, Կրասնի Մոսկվան հերթ էին կանգնում, Տուրբուլենսը ամենաբան դուխին էր, դրա համար ֆրանսիական, ասենք, տենց էլի, գիտեք, մարդիկ չէին ուզում, բայց դե ես գիտեմ, որ շատ մարդ է փոշմանել, որ սովետական միություն էլ չկա, բայց քանդեցին վերջացավ։ Դրանից հետո, երբ որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն, Լևոն Տեր-Պետրոսյանը որպես հայ ազգի, ուրեմն նախահայր, մարդ, որը որ ինքն է ստեղծել ՀՀՇ-ն, Լևոն Տեր-Պետրոսյանը կարևոր շարժիչ ուժներ ՀՀՇ-ի եւ նա էր Հայաստանի առաջին հիմնադիր մարդը, որպես նա կհիշվի պատմության մեջ, որպես Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր, ճիշտ է, այդ մարդն արել, նա նաև գնաց գրեց մեր սահմանադրությունը, Ղարաբաղյան շարժումը, որի վրա որ ստեղծվեց մեր երրորդ հանրապետությունը, ամեն ինչը, նաև Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց Հայաստանի դոկտրինան, այդ նույն դոկտրինան, որ Ամերիկան ունի, Ռուսաստան ունի, մենք էլ ունենք դրանից, ճիշտ է, պուճուր դոկտրինի կա ինքը, դոկտրինա չի, բայց մենք էլ ունենք, այտենց գրել ենք, հայկական մի բան է, բայց կարևորը նա է, որ այդ դոկտրինայի մեջ Ռուսաստանը Հայաստանի, ուրեմն պրոտեկտոր, արա այս բառը անընդհատ դժվար եմ այսօր ասել, պրոտեկտոր որպես Ռուսաստանը Հայաստանի մեծ եղբայրն է եւ Ռուսաստանն է լինելու Հայաստանի, ուրեմն կարևորագույն պարտները, այդ ամենակարևոր մասն էր։ Դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը, ասենք, որ Ռուսաստանի կողմից միշտ պետք է դիտվի որպես շատ կարևոր մարդ, հարգված մարդ, նրանք միշտ պետք է հիշեն, որ այս մարդը որպես պետություն հիմնելուց, չնայած մենք ուրիշ տարբերակ էլ չունենք, որտեղ ոչ մեկ մեզ շանտեղ չէր դնելու եւ տենց էլ կա մինչեւ այսօր, այդ եվրոպական այդ ծափերը, այդ դրանք դուք շուտով կտեսնեք, էլի, դրա վերջը ինչա, դուք հələ շատ այդ ծափերը ձեր ականջների մեջ կլսվի, այդ որ տենց այդ ֆոն դեր Լայնը կանգնած ծափատալի իր այդ մազերով, ընդեղ այդ նույն Մարգարետ Թետչերն է ինձ հիշացնում, ոնց տարան, ուրեմն երկուսով Գորբաչովին տարան, գլխի վրա շուռ տվին, վերջացրեցին սովետական միությունը, նույն բանն է, տարբերություն չկա, եւ հիմա ուրեմն նայում ես, ասում ես, լավ, ոնց կարան էս մարդիկ 50 միլիոն դոլար են տալի մեզ, ուրեմն բանից առաջ, ընտրություններից առաջ 50 միլիոն դոլար, այն էլ ժողովուրդը, որ դա լսում է, մտածում է 50 միլիոն փող է գալու, էլ չգիտի, որ այդ 50 միլիոնը ամեն օր $1 այտենց ուղարկելու են 50 տարի, ախր դուք չեք պատկերացնում ոնց է այս ամեն ինչը, այդ 50 միլիոնը հիմա չեն տալի, քաշ չեն տալի, այդ 50 միլիոնի կեսը, ասենք, բանը ժանգոտ մեխ են ուղարկելու, էլ փչացած կոմբայն, էլ ինչ ասես, դուք եք գիտեք փող է գալու, հենց լսում եք միանգամից, լսել եք Գագոյի տունը պիտի վերցնեն տան ձեզ, գնաք այնտեղ երևի պրուժինի բաների վրա թռնեք, ուրախանաք, վերջը, բայց ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը եւ որպես նման մի մարդ հետաքրքիր բան չի ձեր համար, որ իր ուրեմն այն օրվանից հետո, որ ինքը պաշտոնի չի Հայաստանում, այն օրվանից հետո, որ ինքը քաղաքականության մեջ չի, դա պետքա որ կապ չունենար։ Մինչև այսօր անցել է 27-28 տարի, 27-28 տարվա մեջ Ռուսաստանից մեկ անգամ գոնե չէին կանչի Լևոն Տեր-Պետրոսյանին, ասենք մի համերգի մեծ, որը որ Պուտինը կազմակերպել է, եւ որպես իր, որտեվ Ելցինը Պուտինի կնքահայրն էր, չէ, ասենք քաղաքական,
որպես ասենք մարդ, որ իր կնքա հոր հետ, ասենք ճանապարհը անցեն, դժվար ժամանակները իրար հետ են անցկացրել, իսկ Պուտինի համար սովետի փլուզումը ամենացավալի բաներից մեկն էր, մարդը մեռավ ասելով այդ նույն բանը, չեք լսում։ Ուրեմն չէին կանչի մի անգամ, կամ այսքան ժամանակվա մեջ որպես Ռուսաստանի հավատարիմ մարդ, որ Հայաստանը Ռուսաստանի այսքան ժամանակ մի հատ միջոցառում չէին կազմակերպի, կանչեն Լևոն Տեր-Պետրոսյանին մի հատ փոքր մեդալ տային, sense պուջուր, չէին անի, իրանք մի քիչ ավելի մեծ կտային, հլը հաստատ ոսկուց կլներ, բայց չեն արել ինչի համար, որովհետև Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հնարավոր է, որ վախեցավ Լիսաբոնից հետո, հնարավոր է, որ ծանր ու թեթև արեց, ասեց չարժի, ես հասկանում եմ, պետք է երկիրն է, բայց կարող է երեխեքիս վնասեն, ընտանիքիս մեջ մտնեն, տղաս դուրսն է սովորում, տղուս կարան մի բան անեն, կամ կարան вообще մեզ վարի տան, ինձ վարի կտան, то 1000 լծակ կա, այնքան կամպրոմատ կա, այնքան չնայած ինչ պիտի ասենք լավ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ինչ կամպրոմատ պիտի ունենային, այդ մարդը ամբողջ կյանքը գիրք է կարդացել կամ տես մի բան, ինչ պիտի անեն։ Ես չեմ կարող ասեմ, որ այդ մարդուն չեմ սիրում, չեմ հարգում, բայց հնարավոր է, որ like եթե մարդը իր մեջից ինքը սովորած մակարդակով մարդ է, ասենք, բայց չունի այդ ռիսկը, չունի, ամեն մարդ չի, որ ունի այդ ռիսկը, հասկանում եք, ամեն մարդ նժդեհ չի, ամեն մարդ զորավար անդրանիկ չի, հասկանում ես, այս մարդիկ շատ սովորած մարդկանցից շատերը կան, որ չեն կարողանում, հասկանում եք, գիտեք, ամենառիսկով մարդիկ ընդհանրապես, աշխարհում ամենառիսկով մարդիկ շատ կրթված մարդիկ չեն, ասենք դրա համար այդքան երկար չի մտածում, տենց գլուխը տնկած գնում է, ինչ եղավ, վերջում ստացվում է, ասում են, արա, ինչ երևի շատ բան գիտի, հետո խոսում ես, ասենք, շատ կրթված մարդկանց հետ, ասում ես, այդ մարդը շատ վախկոտ է, ոնց որ ես ինչի է ասենց վախկոտ, ասենք, ժողովրդական լեզվով փորձում եմ ձեզ բան բացատրեմ, խնդրում եմ ճիշտ հասկացեք, սենց է, այս մարդը կարող է վախեցել է, եւ ճիշտ տեղին է վախեցել երևի, ասել են սենց հետ իսկ Ռուսաստանը դա նայել է որպես, դա դիտել է որպես դավաճանություն, ասել այս մարդը իր ճամբարը փոխել է, եկան մի քիչ վախացրեցին կամ Նյուտ Գինգրիչը մի հատ թուղթ էր բերել, ասել էր Ալիևը դիմել է բանին, Ալիևը պատկերացնում եք, եթե մտածեք, այդ ժամանակվանից հետո Ալիևը ռուսական բան չի ել, ինքը Ալիևն էլ որոշեց իր ճամբարը փոխի, որտեվ տեսավ Ռուսաստանը ուրեմն հայերի կողմից է, բա ինչ պետք է աներ, նա էլ պետք է ասեր, օքեյ, ես էլ պետք է գնամ նրանց բերեմ, ես էլ անցնեմ այն մյուս կողմ։ Դրա համար Ալիևը անցավ մյուս կողմ, բայց Ալիևը ինչքան է գիշերները չի քնել, ինչքան բանման է քաշել երևի, որ նստի մտածի, մարդ ինչ անեմ, գնամ սրանց ասեմ, սրանց որ ասեմ գալու են մտնեն երկիրս սաղ ձեռիցս վերցնեն, բայց ոնց ուզում ալնի ինձ մի բան կմնա էլի տակը, ավելի լավ է գնամ ասեմ, որտեվ ես չասեմ, այս Վազգենն ու Կարենը մտնելու են մինչև Բաքու, դրանք ձեռիցս վերցնեն, պրինցիպի հարց է, ավելի լավ է գնամ դրանց ասեմ, գան դրանք վերցնեն մի քանի բան, ոնց ուզում ալնի համել իմ փողերը, որ դրսերն եմ պահում, փողերս ձեռիցս չեն առնի, թողան մեկը ես դիկտատոր եմ ալնելու, սաղ կյանք, քանի որ դիկտատորների փողերը միշտ ժողովրդական երկրները, ժողովրդավարություն տանող երկրները, ասենք Անգլիան, Ամերիկան, դրանք էլի, հետո ասում են դու դիկտատոր ես, քո փողը վերցնում են քո ձեռքից, վերցնում են իրանք են ծախսում, օրինակ իրանք ժողովրդին չի հասնում բաբշե դրանից, բայց ասենք քանի որ Ալիևը հասկանում է, որ ինքը դիկտատոր է ալնելու, ինքը լիքը փող պիտի ուղարկի դուրս, վերջում այդ փողերը պիտի վերցնեն ձեռից, ոնց որ Պարսկաստանինն է վերցրել չեն տալի, ասեց իր մեջ գցեց բռնեց, դե լավ գնամ Ամերիկային ասեմ, թող եկեք խառնվեք, նրանք էլ եկան խառնվեցին, Լևոն Տեր-Պետրոսյանն նայեց ասեց, սրանք կամ ինձ են վարի տալու, կամ սախից իրար հետ են վարի տալու, կամ իրոք շատ վատ է լինելու սրա վերջը, ավելի լավ է Ղարաբաղյան շարժումի վերջը տանք, որտեվ այս Ղարաբաղը մեր վրա լուրջ բան է ալնելու, այս Ղարաբաղը վերջում քարոքանդ է անելու մեզ, արի Քոչարյան, դու արի նստի ստեղ,
թող ժողովուրդը շատ են ուզում Ղարաբաղ, տեսեք ինչ եք անում, ես գնացի տուն, ու ինքը գնաց տուն, այտենց մինչև այսօր Ռուսաստանը այդ մարդուն չի կանչել մի բանով հարգի, մի բանով մի բան անի, երբ որ եկել է Պուտինը Հայաստան մի անգամ գնա Պետրոսյանի հետ հանդիպման կամ Պետրոսյանը գնա իր հետ հանդիպման, չի արել, քանի որ իմ պատմածը, այն ինչ որ ասացի առաջինում, ճիշտ է, այս մարդը իրանց ասելա Լիսաբոնից հետո ես ձեր հետ եմ, ես համաձայն եմ ինչ որ ասում եք, ճիշտ եք ասում, ես չեմ կարողացա անեմ, մարտի 1-ն է չստացվեց, բայց հեսա, այս գիքորին սովորացրել եմ ամեն ինչ, հեսա, այս եթումին տարեք, էսի ինչ ուզեք կանի, ես մի քանի պրինցիպներ ունեմ, համել ես չեմ կարում, մեծացել եմ, չեմ կարում կռիվ անեմ, ես չեմ կարա դուրս գամ փողոցում քաշքշուկներ, մալատով բան շպրտեն իրար վրա, ջարդուկ, չեմ կարում, այ մարդ, ես այդ մարդը չեմ, ես ինտելիգենտ մարդ եմ, իսկ թողեք ես գնամ տուն իմ գիրքը կարդամ, գնացել է տուն, իրանց տվել է իրա մեծացրած Նիկոլին, ասել է առեք, սա ինչ ուզում եք կանի, ոչ իզմ ունի, ոչ ոնց ասես flexible է ինքը, շատ ոնց ուզեք կծրվի ձեր համար, մարմնով չէ, մարմնով չի կարում ոչ մի բան անի, ոչ մի բան, տենց քաշ տալով, բայց մնացած հարցերում ամենի ինչ ուզեք կանի, ինչ ուզեք, ճիշտ էլ ասել է, դրա համար հետո պետքա Նիկոլն էլ իրան մի բան ասեր շնորհակալություն, չի ասել, դրա համար իրար հետ լավ չեն, դրա համար հիմա ասում է խոզի թուլա, ես քեզ այդքան սովորացրեցի, աշխարհի ձևը սովորացրեցի ոնց կարաս ամեն ինչ անես, դու մոռացար քո Շաուլինին, այսինքն, իսկ նույն բանը կարելի է ասել Սերժ Սարգսյանի պահով, որովհետև Սերժ Սարգսյանը կարա շատ հանգիստ այդ օրը, եթե Նիկոլը իրականում մենակ էր, ինքը տենց ինքնաբուխ վեր կացավ, ասեց գիտեք ինչ, ես համաձայն չեմ այս կարգերի հետ, ես ճիշտ եմ, դուք սխալ եք, ես պետքա հավաքեմ ժողովրդին ու սենց բան, ժողովուրդը տենց չէր հավաքվելու, այդ նորից այդ ուսանողությունը, որ հավաքվեց նույն ձևով, ոնց որ ես ձեզ բացատրեցի, Նայիրի Հունանյանը ոնց էր հավաքվել իր թափթփուկների հետ, նույն ձևել էս ուսանողությունը հավաքվեց, որտեղ առաջինը ուսանողության մեջ է, եւ նրանք տենց գտնում են, տանում են իրենց երկիր, վերբովկա են անում, հետ են բերում, Արման Բաբաջանյանների պես բաբաջները տանում են դուրս մի քիչ, տենց մի երկու բան հետ են բերում, նրանք հետ տենց գալիս են ուղեղները լվացած ու սկսում են, բայց ուրեմն Սերժ Սարգսյանը այդ օրը եկավ եւ նա պետքա գնար միանգամից հաներ բանակին, միլիցիայությանը դուրս եւ այդ ասած հեղափոխության վերջը միանգամից տալացվեր տեղում Սերժ Սարգսյանը պետքա ուղարկեր Նիկոլնովը երկու հատ մեր եզերից գնում էին վերցնում էին Նիկոլի ամեն թևից մտնում էին մեջը, պատկերացնում եք դրա գույնը ինչ կլներ այդ պահին, որ երկու հատը տենց ես իրան վերցրեց նայել կողքերը սենց անընդհատ նայելով վախեցած, պատի դառնար իրանց տան պատի գյաջը, չէ, իրանք տունը գյաջ չեն ունեցել, կներեք։ Բայց այդ որ եկել էր ինքը Երևան ժուրնալիստ աշխատել, որ առաջի անգամ գյաջած պատ էր տեսել, այդ գյաջի գույն պետք է ինքը դառած լիներ։ Տանեին գցեին մի հատ սիրուն տեղ պատվալում, ու Սերժ Սարգսյանը տենց բանալին կուլ տար, ասել ես բանալին կուլ տվեցի ու տենց մոռացվեր գնար, բայց նա չարեց դա, երբ որ նա դա չարեց, մի անգամից Ռուսաստանը Սերժ Սարգսյանին սկսեց դիտել նույն աչքերով, նայել տեսնել նույն աչքերով, ինչ որ տեսնում էին իրենք, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանին, ասեցին ես վախեցար, տարան վախացրին, որովհետև մի հատ շատ հետաքրքիր հարց կարելի է տալ, եթե այդ օրը Սերժ Սարգսյանը եկավ այնտեղ, հանդիպեց սրա հետ, այդ Մոնթեի շորերով, որ ընդհանրապես կապ չունի իր հետ, նստեցին խոսացին երկու բառ, ինքը դրանից հետո պետքա միլիցիայում միանգամից պետքա հաներ ու վերջացներ դա տեղում, եւ դրա համար նա Ռուսաստանը չէր մոռանա նրա արածը, քանի որ Ռուսաստանը շատ լավ գիտեր Երևանում ով է հեղափոխություն անում, որտեղից է դրա ակունքները սկսել այդ հեղափոխության, Օրանժևի հեղափոխությունը մի հատ ակունք ունի, դա այդ բաներն են, в общем, չարեց ինչի համար,
որտեվ այդ օրը գիշերը Սերժ Սարգսյանը տենաս ուր է եղել։ Այդ օրը գիշերը։ Երևի իրան էլ մի բան ասեցին, որ դու չես ուզում Վազգենի օրան գնաս։ Ասենք, լավ, չենք ուզում մենք այդ նույն բանը անենք անընդհատ։ Արի կլինի ուղակի համաձայնվի, վերջացրա, գնա վերջ։ Դու տենց եւ այդ նույն ձևով Ռուսաստանը ասեց, «Յա, պարոն Սարգսյան, ես վախեցաք, ինչից վախեցաք։ Ինչից վախեցաք։ Ինչի չարեցիք այն, ինչ որ պետքա արվեր»։ Դրա համար դրանից հետո պարոն Սերժ Սարգսյանին էլ իրանք չկանչեցին մի անգամ, մի հատ լավ համերգի, ասեին դուք նստելու եք ուրեմն Վլադիմիր Պուտինից 3 աթոռ այն կողմ, այս երկրորդ աթոռին նստած է լինելու Սի Ցզինպինը, այս 4-րդին նստած է լինելու, այսինքն դրանք նշանակություն ունեն, հասկանում եք, որովհետև նրանք երբ որ բարեկամություն են անում մեր պետությունների հետ, որովհետև անցած ճանապարհներ ունեն, այդ առաջին նախագահները մշտական կանչվում են տարբեր միջոցառումների, մարդկանց հարգում են, ինչ որ ծնունդներին ինչ բան են անում, շնորհավորում են, կանչում են ինչ որ մի պարադի, մայիսի 9-ին, հա, կկանչեն մի հատ մի մեդալ նրանք կտային, կասեն դու մեր պետության հետ հարազատ ես եղել եւ քեզ հասկանում եք, հարգանքի նշաններ։ Ոչ մի բան 27 տարի է չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի համար եւ հիմա չի լինում Սերժ Սարգսյանի համար։ Եվ ես կապ չունի իմ համար Հայաստանի ղեկավարը ով է եղել, երբ որ նրանք արել են հայկական, նրանք առաջ են տարել հայկական ծրագրեր, ես այդ մարդկանց նկատմամբ ունեմ իմ հարգանքը, ինչի համար, որովհետև ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այդ ուժը չունի որպես պետություն, որպեսզի այս մարդիկ, եսի ինչեր անեին աշխարհի վրա, նրանք իրենց մաքսիմում քաղաքականությունը արել են, մաքսիմում քայլերը արել են, հասկանալով, որ իրանք մեր պետությունը ոչ ատոմային պետություն է, ոչ ինչ որ long range միսլներ ունի, որ ինչ որ միտեղ խփի, ասենք երկար գնացող ռումբեր, ասենք, ոչ մի բան չունի, ոչ գազ ունի, ոչ լույս ունի, ոչ մի բան չունի, մի հատ հոգնած ատոմակայան ունի, այնը գլխին ինչ ասես բերել ենք։ Մեր պետության ուժը իր դրսի ժողովուրդն է, դրսից փող աշխատում, ուղարկում է, գյուղատնտեսնեմ երկու բան անում է, ուղարկում, ծախում է, այտենց ապրում է, տուրիստության վրա է մեր պետությունը զարգանում, մեր պետությունը չունի, այդ որ դուք ասում եք Հայաստանը լինի ընդհանրապես անկախ, ռուսի սապոկ չպաչենք, ինչ հիմար արտահայտություն է դա լավ, ինչքան կարելի է այդ հիմարությունը կրկնել, լավ, մի քիչ պետք է հասկանանք, մեր պետությունը ոչ մի բան չունի, որ կարողանանք մենք անկախ լինենք։ Այ գիտեք ոնց կարանք, ես ինքս որպես հայ տղա նստել երկար մտածել եմ, ոնց կարա մեր պետության պես պետությունը լինի հաստատ անկախ, այ ոնց կարելի էր անել դա։ Եվ դրա պատասխանները գտել եմ։ Եվ ես ունեմ պատասխանները ոնց կարան, քանի որ ես մի քիչ հասկանում եմ ընդհանրապես աշխարհի կարգերից, ովքեր են ղեկավարում աշխարհը, ոնց են ղեկավարում աշխարհը, ինչ Հայաստանի ես գիտեմ ոնց կարա Հայաստանը լինի այդ պետությունը։ Եվ ամենաառաջին բաներից մեկը, որ Հայաստանը լինի նման պետություն, մենք պետքա մինչ երկրորդ բանը, առաջինը չեմ ուզում ասեմ, երկրորդ բանը, մենք պետքա առաթից օգտվենք, որ մենք ունենք շատ հարուստ դիասպորա, ոչ թե ֆինանսապես հարուստ, այլ հարուստ մարդկային կապիտալով։ Դա ռեսուրս է, որ մենք ամբողջ պոտենցիալը չենք օգտագործում։ Եթե մենք մեր դիասպորայի պոտենցիալը օգտագործենք, այտենց կարող է առանց ռեսուրս ունենալու, առանց հանքեր ունենալու, առանց բենզին, գազ ունենալու, մեր մարդկային կապիտալով մենք կարող ենք անել դա։ Մարդկային կապիտալը դա մի ահռելի ուժ է։ Ամերիկան Սովետական միությունից չէր վախենում, որովհետև Սովետական միությունը շատ ատոմային, ուրեմն բայգալովկեկ ուներ։ Իրանք էլ ունեին։ Հետո 3 հատ գցելուց հետո էլ կապ չունի, քանի հատ ունեն, վсё, պակա, բոլորս գնացինք տներով։ Վերջացավ։ Ամերիկան Սովետական միությունից մրսում էր,
որովհետև սովետական միության մարդկային կապիտալը մի ուժ էր, որը որ չէր կարող, պրոստը դրա դեմ խաղ չկար։ Այն փոքր ժամանակվանից մարդիկ ինժեներ էին, շախմատ խաղացող, փոքր երեխեն, սովետական փոքր երեխեն արդեն գլուխ էր։ Մենք մի հատ այսպես ճտացնելով ամբողջ սովետական միությունը մի մարդու պես կհավաքվեր իրար գլուխ։ Մեր ազգերի մեջ չկար կայֆանող, չկար եսի մինչեր, զիբիլներ, կապուտ մազեր, դեղին, չգիտես ինչ ֆիալետովի մազերով, սաղ տատուիրով կա, դա հիմա է լինում, հիմա են վերացնում ձեզ, հերիքա նկարեք ձեր մարմնների վրա, հերիքա խզբզեք ձեզ, հերիքա դուք հասկան կապիկների եք նմանվում, կապիկների, մարդու նմանվեք։ Եվ նրանք գիտեին, որ սովետական մարդը վարքյանական իրար գլուխ կհավաքվի, որ կոլեկտիվ կա։ Եվ իր կյանքը 100%-ով ներկդնի իր պետության համար։ Իսկ ամերիկացին ինչ եք խոսում, արա, ինչի մասին եք, հələ դուք գիտեք, դուք Ամերիկայից տեղյակ եք, մի հատ եկեք ամերիկացիների մեջ ապրեք։ Մի փողոցի վրա 10 տուն են, 10 տունն էլ ամեն մեկը մի լրիվ ուրիշ մոլորակից մարդ։ Լրիվ ես եմ, որ այս 10-ին հավաքել եմ իրար վրա ու սարքել եմ մի հատ ուժ։ Մի հատ։ Ես ես ստեղի գագոն եմ, այս մեր փողոցի։ Հա։ Բա, այտենց այս մարդիկ չեն կարողանում, սրանց ինչ ուզում եք արեք, չեն կարողանում հավաքվեն իրար գլուխ։ Դրա համար մարդկային կապիտալը կարելի է օգտագործել։ Մենք բոլոր պետություններում ունենք այդ երկրում ապրած, ծնված, մեծացած հայկական հոգով այդ երկրի լեզուն առանց ակցենտ խոսացող, անգամ արտաքինով այդ երկրի մարդուն նմանված տվյալ երկրի մարդ։ Այդ բոլոր մարդիկ կարող էին լինել Հայաստանի որոշակի ծառայությունների աշխատակիցներ, ամբողջ աշխարհով։ Եվ քանի որ մենք չունենք շատ բան առաջարկելու աշխարհին, բենզին, գազ, չգիտեմ ինչեր, բայց մենք ունենք մարդկային կապիտալը, այդ մարդկային կապիտալի միջոցով, որ երկրում, որ մեր ազգի նկատմամբ սխալ ինչ-որ քաղաքականություն էր սկսում, այդ մարդկային կապիտալի միջոցով, ասենք, կարելի էր մի քիչ գլխացավ տալ այդ որոշակի մարդկանց կամ կազմակերպություններին։ Եվ այդ գլխացավից հետո նրանք անպայման ուշքի կգային։ Բայց մեր գաղտնի ծառայություններին մի հատ նայեք, լրիվ դուք ուղակի այտենց պետություն, դու անկախությունից եք խոսում, դուք սկի կախված չեք կարա ապրեք, կախված, դա պետություն չի, դա կատակ կա, դու այն օրվա ձեր այդ պարադը, դա դուք ազգի ինչ-որ մի մասը, լավ մի մասը, դուք նախ ամոթ նրանց ովքեր գնացել էին այդտեղ կանգնել դա նայելու, դա խայտարակություն է։ Դուք պատկերացնում եք այդ պահին Վրաստանը, Ադրբեջանը, մենք հաղթած մարդիկ, հայ անունը լսում էին, ասում են, այս գժերի հետ գործ չունենք, ինչ ուզում եք արեք, Ղարաբաղ, ուզում եք բան, Վրաստանից էլ մի քիչ եկեք տանք, գնացեք մենակ, մի գործ չունենք մենք ձեր հետ։ Ուրեմն այս մարդիկ նստած, պատկերացնում եք, նստած նայում են այդ պարադը, այդ կատակը, այդ լրիվ ցիրկ, դա ցիրկ, այն շունը, ռոբոտ մի շունը, մի կոմա գնում, մյուսը մյուս կոմա գնում, արա այս ինչ եք անում, պատկերացնում եք Ալիևը իր դեբիլ դեմքով, լրիվ գարի դեմքով, զանգել է Էրդողանին, Էրդողանն էլ այդ պայն հեռախոսը վերցրել, արա ասել է մի վատացրա, արա, հա տեսա, արա մի վատացրա, գիտես սիրտս վատ է, մի արա, Անգելա Պոլին շտապ օգնություն է զանգի Էրդողանին, ասել արա այս Նիկոլն ես ինչ, արա այս ով ես դու Նիկոլ, ասել այս ինչ ես անում, այս ինչով ես խափե, արա մենք չգիտենք, որ դուք ազգով այսքան դեբիլ եք, իրանց մեջ ասել են, մենք գիտենք լուրջ ազգի եք, տենց վախենում ենք անընդհատ, մենք չգիտենք այսքան ապուշկա այս ազգի մեջ, որ այդ պարադով մի հատ եկել են սենց դրոշակներով, դեբիլ դեմքերով ու կանգնել են ու հիանում են, մի ռոբոտը մի կոմա գնում, մյուսը մի կողմ, ինչ որ հնդկական գրուզավիկներ, արա ինչ եք անում, դուք դրանով
Փորձում եք, ում եք վախացնում դուք դրանով, ով է վախենալու դրանից։ Հայաստանից էլ ոչ մեկ չի վախենում, ոչ մեկ։ Այն մարդիկ ծիծաղում եւ հրռում են մեր երկրի վրա։ Ես լուրջ եմ, Էրդողանը ընկելա պոլին այդ օրը ծիծաղից, թե մենք ինչ ենք ժողովուրդ իսկականից ահա որ է, սա իրականում սա շատ վատ իրավիճակ է, էլի, ես չէի պատկերացնում։ Ես գիտեի 14 թվականից, որ մենք հասնելու ենք ինչ-որ նման մի բանի, եւ շատ մաքուր բացատրել էի այսօրվա օրը։ Ես բացատրել էի, ես կարծում էի, որ իրենք սա զորով են անելու, որ ես գիտեի, ես մաքուր եմ բացատրել ինչա լինելու եւ շատ մարդ կվկայի, թե ես ոնց եմ նկարագրել այսօրվա օրը, ոնց որ ես եկած լինեի ապագա, տեսած լինեի, հետ եկած լինեի, բայց չէի պատկերացնում, որ ազգը իր օգնությամբ, ես այն օրը ես այդ աղջկա նկարը ցույց եմ տալու, ափսոս որ իմ դպրոցից էլ է եղել, Փոսի դպրոցից է եղել ոնց որ թե անգլիական, ուրեմն իր էջի վրա եւ ահա որ ձև տանել չեմ կարող, ինչ ասես ասել եմ, իր էջի վրա դրել է, թուրքերին դրել է նկարը, որ թուրքերը կատու են սիրում ու գրել է տակը, ազգը, որը որ կենթանիներին սենց սիրում է, չի կարա վատը լինի, մեզ խաբել են։ Արա սա, դուք հասկանում եք, այս ուրա գնում ես, այս սենց իրավիճակ է, եւ ես ձեզ ուղակի որպես վերջաբան ուզեցա հասկացնեմ, որ ինչ որ ես ասել էի առաջին մասի մեջ, դա այդպես է, որովհետեւ նրանք Ռուսաստանը ընդհանրապես ոչ մի հարցում էլ հարգանք ցույց չտվեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Սերժ Սարգսյանին, որովհետև այս մարդիկ ժամանակի ընթացքում ուզած չուզած ոնց որ թե չկարողացան, չունեն երևի այդ խիզախությունը, փոխեցին իրենց ճամբարները եւ այն ինչ որ կատարվեց, իրենք մասնակից ինչ որ ձևով, ոչ թե որտեղ տեղյակ էին մասնակից, այլ այսօրվա այն սիտուացիան, որ մենք ունենք, Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Հայաստանում, այն ինչ որ կատարվում է այսօր Հայաստանի Հանրապետությանը, որ մեր պետությունը քանդվում է, սա գծագրվել է շատ վաղուց, քարտեզները փոխելու այս գործը գծագրվել է շատ վաղուց, եւ նրանք գործը վերեցին, հասցրեցին ավարտին, համարյա եւ ամսի 7-ով մենք պետքա որոշենք, իրենք ավարտելու են իրանց գործը, թե գոնե մի քանի տարով մենք հետաձգելու ենք դա։ Եթե հետաձգենք, էլի մի ձև տարբերակ կա, որ մենք մնանք, լինենք, մաքրենք մեր երկիրը, չթողենք, որպեսզի այսքան էմիգրացիա գա։ Հայաստան չի կարող գալ սենց այս քանակի էմիգրանտ Հայաստան իրավունք չունի գալու։ Նրանք բերում են, որպեսզի փոխի, մեր ամբողջ դեմոգրաֆիկը փոխեն։ Խնդրում եմ ձեզ, լավ մտածեք։ Սա ուղղակի վերջաբաններ ես ուզում եի բացատրեի այն ինչ որ չասեք, որ չի կարա այդպես բան լինի բան, սա ուղղակի վերջաբան բացատրեմ ձեզ։ Խնդրում եմ ճիշտ որոշում կայացրեք ամսի 7-ին, ժողովուրդ, այս ազգերը սպիտակ մարդը, սպիտակ իր կապուտ աչքերով, դեղին մազերով, այդ անգլոսաքսը, Ամերիկայի, Անգլիայի, ասենք այդ երկրները, որոնք որ մեր երկիրը ուզում են փոխեն, ուղղակի դեմոգրաֆիկը փոխեն մեր երկրի։ Այս մարդկանց համար մենք որպես մարդու տեսակ գոյություն չունենք, իրենք չեն համարում մեզ որպես բարեկամ ազգ, ընկերական ազգ կամ ինչ-որ մի բանով մեր հետ իրենք կապ չեն տեսնում, ոչ կուլտուրայով են կապված, ոչ ինչ-որ երկու պարով են կապված, ոչ մենք կիսելու բան չունենք, իրանք մեզ նայում են շատ բարձրից, շատ ցածր են տեսնում իրենք մեզ։ Մենք աշխարհի ամենակարևոր ազգերից մեկն ենք մշակույթով բանով, իրանք նոր պետություններ են, իրանց համար դա ընդհանրապես կապ չունի։ Այդ մեր քրիստոնյա լինելը, մեր մշակույթը, մեր պատմությունը, բա ինչի համար այսքան տարի մի հատ Հայաստանի մասին դոկումենտալ չունեն, որ ցույց տան Հայաստանի մշակութային հարստությունը, ցույց տան մեր սեպագրերը, ցույց տան ինչի համար չկա գոյություն չունի։ Այդպես բաները նոր է լինում եւ private բաներով, CNN-ով կամ BBC-ով կամ Ամերիկայում Fox-ով մի բան, որը որ մեծ ամբողջ Ամերիկան է դիտում, ինչի չեն արել, որովհետեւ թքած ունեն մեր վրա։ Մենք ոչ մի տարբերություն չենք անում իրանց համար, իրանց այդ հողն է պետք, քանի որ Լենինը եւ Ստալինը մասնակցել էին
գծագրելու քարտեզները իրանք պետքա դա հետ վերցնեն, որտեվ քարտեզները պետքա գծեր Տրոցկին, ոչ թե Լենինը կամ Ստալինը, Տրոցկին, իրանց մարդը։ Եվ գնացեք պատմության մեջ նայեք, Տրոցկին պետքա գծեր, Տրոցկիիզմը, այ որ եկել էին, տենց գալի գնում են, սրանք բոլորը Տրոցկիիզմով են, Տրոցկիայտներ են սրանք։ Տրոցկին պետքա գծեր այդ քարտեզները, քանի որ չեղավ այն ժամանակ, հիմա իրենք գործը ավարտին են հասցնելու։ Ռուսաստանը իրանց համար փազլի երրորդ մասն է։ Ամերիկան կա, Իսրայելը կա, Ռուսաստանն է պետք, որտեղ Ռուսաստանի հարստությունն է պետք։ Այդքան բան։ Մենք ուղղակի այս պահին ոտի տակ ընկած մի հատ sense հողի կտորենք, ջախջախեն վրով կանցնեն կգնան։ Այդքան բան։ Եվ մենք ջախջախվել ենք, որտեղ we deserve it։ Մեզ հասնում է դա, որովհետև մենք չենք մտածում։ Եթե ուզում եք Հայաստան լինի եւ Հայաստանի իսկական իրական պետություն լինի, որը որ իրոք ուժ կունենա, այ պետություն, որը ասենք ծրագրեր կան, որ նստենք խոսաժ, մարդիկ նստեն, ցույց տան իրենց ծրագրերը, ցույց տան ինչ են կարծում իրանք, իմ նման մարդիկ, ուրիշ մարդիկ, նոր մարդիկ, որոնք որ ցույց տան ինչ են, ոնց կարելի է սա լինի, ոնց կարելի է հասցնել ավարտին, ոնց կարելի է պետությունը հանել այս վիճակից եւ պետություն, որը որ իրոք անկախ կլինի։ Այդ դրանք, որպեսզի հասնենք նման մի բանի, պետք է անպայման այս ամսի 7-ին պահել պետությունը սկզբից պետք է գոնե այս փոքր մի բանը պահենք, որ հետո սրա վրա կարողանանք ստեղծենք մի բան։ Մարդկային ռեսուրսը շատ կարևոր կապիտալ է։ Դա ունենք մենք։ Չունենք, հանքեր չունենք, բենզին չունենք, գազ չունենք, բրիլյանտ չունենք, ոչ մի բան չունենք, բայց ունենք մարդկային կապիտալ, որը կարող աշխարհը թնդացնի։ Դեռ ունենք։ Մի փոխեք ձեր տեսակը, մի փոխեք ձեր կուլտուրան, մի թաթուի բերեք, մի կանաչոտեք գլուխները, զիլոնկի գլուխ մի դարեք, մի ստեղից մի բան գցեք, ստեղից բան, մի կապիկ մի դարեք, մնացեք ոնց որ կայք, որտեվ այդ վատը դա գալիս է, որպեսզի քարոքան դանի մարդի տեսակին, մարդու տեսակին։ Շուտով բոլորիդ Պաղեստին երկու են դառնալու, Պաղեստին, դուք կդառնաք պաղեստինցի, մնացեք ձեր տեսակը, պահեք ձեր մարդկային տեսակը, մենք դեռ գործ ունենք անելու։ Շնորհակալություն։